Կրտսեր Արամ Ասատրյանն ու նրա ընտանիքը բազմիցս քննարկվել են համացանցում։ Վերջին շրջանում հատկապես տարածվում են համացանցում Արամ Ասատրյանի հարսանեկան կադրերը։ Այդ օրից ի վեր այս զույգը առավել մեծ հետաքրքրություն է առաջացրել ինստագրամյան հետևորդների ցանկում։ Արամ Ասատրյանի կինը Աննան այս օրերին պարբերաբար հրապարակումներ է անում ինստագրամյան հարթակում, այդպիսով ցույց տալով իր և Արամ Ասատրյանի շքեղ բնակարանը։ Աննան հատկապես հրապարակումներ է անում խոհանոցից, ցույց տալով, թե որքան էսթետիկ է այնտեղ ամեն բան։ Վերջինս նաև հրապարակումներով ցույց է տալիս, թե ինչպես է պատրաստում իր ամուսնու սիրելի ուտելիքները։ Ներկայացնում ենք Աննայի և Արամի շքեղ բնակարանից մի քանի կադրեր և հիշեցնում Ամերիկայի Միացյալ Նահանգներում ավարտվել է American Music Video Awards-ը։ Այս մրցանակաբաշխության ժամանակ մի շարք հայտնիներ մրցանակների են արժանացել։ Մրցանակաբաշխության հյուրերի և հանդիսատեսի շարքերում են Արամ Ասատրյանի թոռը Կրտսեր Արամ Ասատրյանը, իր սիրելիի, ինչպես նաև հարսը Սեդրակ Ասատրյանի կինը Կարմենը իր ներկայիս ամուսնու Արտակի հետ։ Նրանք լուսանկարվել են, այս լուսանկարներով կիսվել են ինստագրամյան հարթակում, որոնք ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ Նշենք նաև, որ ավելի վաղ էլ տեղեկացրել էինք այն ժամանակ, երբ Տիգրան Ասատրյանը նոմինացիայի է արժանացել և բարձրացել է բեմ, մեր աչքից չի վրիպել այն կադրերը, որտեղ Կարմենը գլուխը կախ վիճակում չի էլ հետևում, թե ինչ է տեղի ունենում բեմում։ Այս կադրերը ևս մեկ անգամ ապացուցում են այն, որ նրանց միջև որևէ բան է տեղի ունեցել։ Հավելենք նաև, որ Կարմենը ինստագրամյան հարթակում մի քանի հրապարակումով շնորհավորել էր օրինակ Սարգիս Եղիազարյանին, Տաթև Ասատրյանին, նմանատիպ հրապարակումներ էր արել։ Բացի այդ, հրապարակումներ էր արել նաև Աննան, սակայն նրանց հրապարակումներից որևէ մեկը Տիգրան Ասատրյանի մասնակցությամբ չէր։ Այսինքն ստացվում է, նրանք գտնվում են մի երեկոյի, որտեղ տարբեր սիրված երգիչներ մրցանակների են արժանանում։ Նրանք սթորի բաժնում շնորհավորում են այդ երգիչներից շատերին, բացի Տիգրան Ասատրյանին, ով իրենց հետ բարեկամական կապի մեջ է։ Հավելենք նաև, որ ավելի վաղ մանրամասներ էինք ներկայացրել նրանց միջև եղած հնարավոր լարվածության մասին։ Գաղտնիք չէ, որ 2 ամիս առաջ տեղի ունեցավ Արամ Ասատրյանի հարսանիքը։ Այս հարսանիքի ամենաշատ քննարկվող թեման այն էր, որ նախքան հարսանիքը, երբ զույգը նոր էր նշանադրվել, նրանք գնացել էին Տիգրան Ասատրյանի տուն, նրա որդուն Արամ Ասատրյանին և նրա կնոջը խնդրանք առաջարկով դիմել լինել իրենց միության, իրենց հարսանիքի քավորը։ Երկու կողմը այս կադրերը հրապարակել էր ինստագրամյան հարթակում, պատմելով, որ հարսանիք է լինելու, իսկ քավորն առաջարկվել է լինել Տիգրան Ասատրյանի որդին Արամ Ասատրյանը։ Այդ օրից ի վեր բոլորը խոսում էին այն մասին, որ հարսանիքի քավորը հենց Կրտսեր Արամ Ասատրյանն է լինելու, սակայն հարսանիքի օրը պարզ դարձավ, որ Տիգրան Ասատրյանի որդին մերժել է հորեղբոր որդու հարսանիքի քավորը լինել, այլ նաև չեն էլ եկել ողջ ընտանիքով Հայաստան և չեն մասնակցել Սեդրակի որդու հարսանիքին։ Այս թեման շատ արծարծվեց այնքանով, որ Արտաշ Ասատրյանը լինելով հայրենիքում մեծ ակտիվությամբ մասնակցություններ ցուցաբերում, հենց իր տանը սկսվեց վաղ առավոտից հայ-ավանդական հարսանիքի բոլոր տարրերը, սակայն Տիգրան Ասատրյանի ընտանիքից որևէ մեկը չեկավ Հայաստան, ներկա չգտնվեց հորեղբոր որդու հարսանիքին։ Շատերը նշում են, որ միգուցե մուտքի և ելքի խնդիր ունեն Ասատրյանները, բայց ընդամենը այս հարսանիքից մեկ ամիս առաջ Արման Ասատրյանը եկել էր Հայաստան, քանի որ կրկին քավոր էր, այսինքն ստացվում է Արման Ասատրյանը կարողանում է իր բարեկամներից մեկի համար գալ Հայաստան իր նշանածի հետ և լինել նրանց մկրտության քավորը, սակայն երբ հարցը վերաբերում է իր երջանկահիշատակ հորեղբոր որդու հարսանիքին, նրանք մերժում են Հայաստան գալը և ներկա գտնվելը այս կարևոր և հիշարժան օրվան։ Թե ինչ է տեղի ունեցել Սեդրակ Ասատրյանի որդու և Տիգրան Ասատրյանի որդիների միջև դժվար է ասել, սակայն փաստը մնում է փաստ, որ ողջ ընտանիքից գոնե մեկը կարող էր գալ Հայաստան և լինել Արամ Ասատրյանի կողքին։ Սակայն այս ընտանիքը մերժեց լինել Հայաստանում, մերժեց ներկա գտնվել այս կարևոր օրվան և աջակցել Արամ Ասատրյանին, ում հայրը տարիներ առաջ մահացել է։ Մեզ մնում է հետևել իրադարձությունների հետագա զարգացմանը, հասկանալ, թե ինչ սևկատու է անցել այս ընտանիքների միջև, թե ինչ իրադարձություններ են տեղի ունեցել, որոնք ստիպել են մերժել և Հայաստան չգալ Տիգրան Ասատրյանին և նրա ողջ ընտանիքին։ Իսկ մենք առանձնացրել ենք այս հարսանիքից ամենահիշարժան և դիտված կադրերը և դրանք ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։